տեղից։ Կգնամացերոժին Հա։ կգնամացերի տենան հնարանում։ Նվարել չես, հայկերի գործընկերներ, շնորհակալություն ներկայացնելու համար։ Մեր այսօր ասուլիսի թեման Հայաստանում տուրիզմի և զբոսաշրջության ձեռքբերումների խնդիրները։ Մեր բանախոսներն են Armenia Touristic ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը և աշխատակիցները Մարգարիտ Աղաբեկյանը և Գևորգյան Անահիտը։ Գևորգյան Անահիտը Նախ կխնդրեի ձեզ անդրադառնալ ընդհանրապես մեր Հայաստանում տուրիզմի հետ կապված խնդիրներին, ձեռքբերումներին, կապված նախորդ տարվա հետ, ինչպես նաև դուք կոնկրետ հանդիսանալով ամսագիր տուրիստական, ինչ ծրագրերում եք այն բարելավելու համար։ Ողջույն մեր ներկայացուցիչների, շնորհակալություն։ Ողջույն մեր ներկայացուցող լրագրողների, հարգելի ներկայացնելու համար։ Նախ տուրիզմի զարգացման առումով մեր ամսագրի կարևորության մասին փոքր նշեմ։ Ամսագրի լույս տեսնելու միտքը արդեն շուրջ 2 տարի է, որ կա։ Ամսագիրը բավականին լուրջ մասնագետներ են աշխատել այս ծրագրի վրա, չնայած որ արդեն երկրորդ համարն են լույս տեսնում, բայց աշխատանքը տարվել է շուրջ 2 տարի։ Հաշվի առնված բոլոր մանրամասնությունները ուսումնասիրված է ռուսական շուկան և ռուս զբոսաշրջիկի հոգեբանությունը։ Մեր ամսագիրը լույս է տեսնում 3 ամիս մեկ պարբերականությամբ և հիմնականում բաժանվում է Հայաստանում և Ռուսաստանում։ Ռուսաստանում բաժանվում է 10,000 տպաքանակով, որից 4,000-ը ներկայացվում է բոլոր տուրիստական ընկերություններում ռուսական և նպատակն է ժուրնալի Հայաստանը պատշաճ ձևով ներկայացնել Ռուսաստանում տուրիզմի զարգացնելու նպատակով։ Իրականում Ռուսաստանի Դաշնությունում բացառապես բացակայում է մամուլ տպագրությունը Հայաստանի վերաբերյալ, սա առաջին իսկ փորձն է արված, սա իհարկե մենք կարծում ենք նաև սա պետական նշանակություն ունեցող աշխատանք է տարվում անհատ ընկերության կողմից, որը իրոք մենք գնահատում ենք շատ լուրջ պետական նշանակության աշխատանք, իհարկե արվում մասնավոր սեկտորի կողմից։ Նպատակն է ժուրնալը իրականում մեծ արձագանք ստացավ 2 թողարկումից հետո, անսպասելի էր, չնայած որ ռուսական շուկան բոլոր առումներով ոլորտներում գնահատված եղավ։ Շնորհակալ ենք մեզ հետ համագործակցող ընկերություններից, որոնք մեծ ցանկություն հայտնեցին համագործակցել մեզ հետ, և մենք ինքներս էլ հակված ենք և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեզ հետ համագործակցող ընկերությունների հույսերը արդարացված լինեն։ Ժուրնալը ռուսալեզու է ամբողջությամբ և նաև Հայաստանում մեծ պահանջարկ ունի, ոչ միայն Ռուսաստանում։ Ժուրնալի իրական նպատակն է մատչելի ինֆորմացիա ներկայացնել ռուսալեզու տուրիստին, հաշվի առնած անգամ տարատեսակի չափը, որպեսզի ընթերցողը տուրիստը ավելորդ լարվածություն չունենա ժուրնալը թերթելուց, ամեն ինչ արված է լուրջ մասնագետների կողմից աշխատանքը տարված է։ Իսկ տուրիզմի զարգացման առումով խնդիրները բազմազան են, բոլորն էլ գիտեն, չնայած որ ամեն տարի ակնհայտորեն զարգացում նկատվում է, բայց կոնկրետ մեր ժուրնալով դա լուրջ քայլ է արված տուրիզմի զարգացման ոլորտում։ Այո, մենք նաև շատ մեծ ցանկություն ունենք տուրիզմի զարգացնել նաև Լեռնային Ղարաբաղում, դրա հետ կապված աշխատանքները մեծ են, և մենք շատ հակված ենք նոր ստեղծվող կազմակերպություններին աջակցել։ Մեր ծրագրերում միտքը դա է և շատ մեր ամսագրի նաև ասել ինչ նյութեր են ընդգրկում, ինֆորմացիոն բազան հիմնականում շեշտը դրված է մշակութային ինֆորմացիա ընդգրկել, հյուրանոցների մասին ինֆորմացիա ունենալ տուրիստին ուղղորդելու համար, իր գնային քաղաքականությունը որոշելու համար։ Շատ
կոնկրետ տուրիստին եւ ես ավելի կարող եմ ասել ոչ միայն տուրիստին այս ամսագիրը անհրաժեշտ։ Իսկ Առաջին համարը լույս է տեսել ապրիլ ամսվա, երկրորդ համարը լույս է տեսել մոտ օրերս եւ ակնհայտորեն կխնդրեմ ինքներդ ձեր կարծիքները մեկ հետագայում ակնհայտորեն զարգացումը նկատելի է, որի համար շնորհակալ ենք մեր թիմին, ով աշխատել է մեզ հետ։ Դերությունների մեջ սխալ դերություն է տարածել, որ Հայաստանը խորհրդանշում է 4 տարով։ Ինչպես խորհրդարանը Դերման 4 տարով, իրականում 5 տարով։ Լավ, այդ մասին բաժ կարծել ասեցին։ Կարելի է։ Մենք իրականում այո, կլսենք առաջարկները, հակված ենք լավ առաջարկներ նաև ընդունել։ Ճիշտ ասած դուք այսօրվա թեմայի մասին ավելի մի 4 բառ ասացիք։ Եթե կարելի է ասիք, որ туриզմի ոլորտում խնդիրները բազմազան են, մի քանի խումբ խնդիրներ առանձնացրեք եւ առաջարկեք, թե ինչ լուծումներ կարող են ընդհանրապես առաջադրվել, ոչ միայն ձեր ամսագրի տեսակետը, այլ ընդհանրապես ինչպես ճիշտ կլինի լուծել այդ туриզմի հետ կապված խնդիրները։ Քանի որ մեր ընկերությունը օդակրկի մեջ ներառված է ամսագիրը Երևան Travel Tour-ակենտրոն, տուր օպերատորը, որը Ռուսաստանից է հիմնական տուրիստներ բերում Հայաստան, մենք ինքներս հաճախակի բախվում ենք այդ խնդիրներին եւ դրա համար մեզ համար ակնհայտ են խնդիրները։ Չնայած մենք ժուրնալը համարել ենք խնդիրների լուծման մեկ տարբերակ, որովհետեւ իրականում սա լուծման լուրջ տարբերակ է Ռուսաստանում ներկայացնել Հայաստանում։ Խնդիրները բազմազան են, դրանցից են գիդերի պակասը գնալով նկատվում է դա, այո, խնդիրներից են սպասարկման ոլորտը, գները, նախ եւ առաջ գների մասին կարող ենք ներկայացնել, որ հյուրանոցային ծառայությունները բավականին բարձր են գները ընդհանուր շուկայում։ Դա խթանող չէ տուրիզմի զարգացման համար։ Չնայած որ առատություն նկատվում է հյուրանոցների, բայց գների առումով փոխզիջումները շատ քիչ են։ Դա կարող են նշել որպես խնդիրներից մեկը, նաև այո։ Քանի որ մենք իրական տուրիզմի զարգացման հետ կապված կխնդրենք լինեին այլ տուրիստական ընկերություններ, որոնք անմիջապես են առաջվում տուրիստի հետ, իրենք ավելի մենք ուղղակի մենք լուծման տարբերակ մեր ամսագիրն ենք համարում։ Այնուամենայնիվ էֆեկտը այո, տուրիստ ձեր ամսագրով տուրիզմի զարգացման բացի գնենք հավաքականություն կանոն Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում բացառապես չկա ինֆորմացիա Հայաստանի մասին եւ կոնկրետ սա ուղղված է բաժանում է բոլոր տուրիստական ընկերություններում Ռուսաստանի Դաշնությունում եւ կոնկրետ կհասկանան որ կա նման երկիր, անգամ արդեն որպես Հայաստանի երկիր չի ճանաչվում Ռուսաստանում, չեն պատկերացում չունեն, քանի որ մեծահասակները այո գիտեն, լավ հիշողություններ ունեն Հայաստանի մասին, բայց նոստերուտը ռուս քաղաքացիների մասին, թե ռուսահայերի մասին եք խոսում։ Ռուս քաղաքացիների մասին է խոսքը։ Չեմ կարծում որ հայ լինելով Հայաստանի մասին ինֆորմացիա։ Դե Ռուսաստանից Հայաստան հիմնական ռուսահայերն են։ Ոչ։ Մենք հիմնական ուղղում ենք ռուս տուրիստին այս մեր ամսագիրը։ Իհարկե թող հայերեն կլինեն սպառողներ, Ռուսաստանում ապրող հայերը, բայց կոնկրետ ծավալված է ուղղված է տուրիստական ընկերությունների, որպեսզի Հայաստան անցալեն տուրիստական երկիր։ Դրա համար ժուրնալում ընտրված է այնպիսի ինֆորմացիա, որը կոնկրետ կողորթի եւ կընկալեն որպես տուրիստական երկիր Հայաստանը։ Ադեպից իսկական մատեն կա ինչ-որ շարժ ավելացում ասում։ Վիճակագրական թվեր եթե։ Վիճակագրական մեր ամսագրի հետ կապված է զուգահեռ պատկերացնում զարգացումը։ Այո, եկել ժուրնալը ապրին ինչ-որ նախորդ ավայր համատած։ Քանի որ ժուրնալը դիտել այս ապրիլի, այո, արձագանքը մեծ է ժուրնալի համար, դրական արձագանքը, բայց մեկ-երկու ամսում ակնկալել մեծ շարժ կարծում ենք բոլորս դա ռեալ չի, բայց իհարկե մենք մեծ հույս ունենք, որ ամսագիրը իրականում խթանելու է, թե տպաքանակից ելնելով եւ կոնկրետ թիրախային բաժանավորողից ելնելով մենք մեծ հույս ունենք, որ ամսագիրը խթանելու է Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակը։ Երևան Travel-ը Երևան տուր օպերատորը։ Երևան տուրը, այո։ Այս տարի ինչքան մարդիկ Ռուսաստանի շնորհիվ ժուրնալի։ Ժուրնալի շնորհիվ
այո, վերել է կամ արձագանքը, մեր մոտեցումը այլ է, մենք մշտապես տարում 12 տուրիստներ, դա մեր քաղաքականությունից ելնելով գնալի։ Մենք մշտապես ապահովում ենք տուրիստների մշտական հոսք Հայաստան։ Այո, նաև թե ինչու, նաև բացի ժուրնալից պետք է պետական միջամտություն լինի իրականում, առավել ևս ոչ ոքից համար գաղտնիք չէ, որ ռուսական շուկան ամենագնահատվածն է աշխարհում, չենք վախենա դա ասել, եւ դրա համար միջոցները միայն ժուրնալը, մեկ ժուրնալով ենք դա իրականացնում, բայց իրականում պետք է նաև պետական միջամտություն, տուրիզմի վարչության կողմից, այո, էկոնոմիկայի նախարարության կողմից, որը նկատելի չէ։ Ինչ է ակնկալում։ Այո, օրինակ, տարբերակներից մեկն է, ենթադրենք, Ռուսաստանը ունենալ մեկ պաստառ, որտեղ գրված կլինի Հայաստան, ուղղակի Հայաստան։ Դա տարբերակներից մեկն ենք համարում։ Տպադիր մամուլ բացառապես չլինելով մենք ներկայացրեցինք, դա պետական աշխատանք չէ, պետական նշանակության աշխատանք չէ, որը արվեց, այո, անհատ ընկերության կողմից։ Ինչ մամուլի կներես Սրա մասին։ Այո, տպադիր մամուլ, այո։ Տպագիր զուտ այս տուրիստական բովանդակության Այո, ընդհանուր տուրիզմից, այո, տուրիզմի զարգացման դինամիկ շոշափում, բնականաբար մենք համարում ենք առաջին մամուլը, սա տպագիր, որ ներկայացվել է Ռուսաստանում։ Նման տպագիր մամուլ չի եղել։ Ցավ իրական։ Դուք ասացիք, որ նաև Լեռնային Ղարաբաղն եք ուզում ներառել, հա, բայց այստեղ նախ սխալ քարտեզ չկա, այս քարտեզում Լեռնային Ղարաբաղը անկախ ամեն ինչից ինձ թվում է պետք է լինել, որպեսզի աշխարհը իմանան, որ դա մեր պետության մաս է եւ Որ է ճումա դա Դա դիզայներական բայց եթե նկատեք չկա այստեղ Լեռնային Ղարաբաղը ու դա չի կանոն Ներեցեք, այստեղ խնդրեմ ավելի մեծ ներկայացված է քարտեզը։ Երբ որ առաջինների մարդը բարձր Դա ընդհանրապես մակետ է, որը նշված չէ, որ էլի ինֆորմացիոն քարտեզ որպես նշված չէ ոչ մի ինֆորմացիա, դա տեսանելիորեն չի երևում, բայց իրականում մենք ունենք ներդրված քարտեզ Հայաստան եւ Երևան եւ անգամ մեջտեղ էջով բացում է քարտեզը։ Մենք ամենտեղ քարտեզը նշել ենք, այնպես որ չի կարելի դա հիմք վերցնել։ Հարց կարող եմ, ես ուզում եմ ճշտել դուք նաև տուրիստական գործակալություն եք, Մենք առաջին տուր օպերատորն է Երևան Travel-ը, որը ներկայացնում այսինքն դուք ունեք գիդեր, ովքեր որ կան ձեզանից ներկա չեք գիդերից, ոչ գիդերից այստեղ ներկա չեն, բայց ունենք գիդերի Մենք ամսագրի պարբերաբար ներկայացնում ենք մեր գիդերին, ովքեր երկար տարիներ են աշխատում եւ հիմնականում ինֆորմացիոն բազա թե Ղարաբաղի, թե Հայաստանի այնտեղ քրթի կտեսնեք ինֆորմացիոն բազա մշակութային կոթողների մասին հիմնականում ներկայացում ենք Շատ լավ կլիներ, երբ որ ներկա լիներ գիդերից ինչ-որ մեկու հաճախակի առնչվող խնդիրների մասին բարձրացնել, որովհետև ծանոթային ունեն նետը բարձր սանդղակն ու գիդերի պակասը չի, որ տուրիստի ոլորտում համարվում։ Դրանք շատ, ես ես կարող եմ հավատացնել, որ դրանք ամենաառաջին եւ հրատապ հարցն է, բայց ոչ միակ։ Ես միակը չեմ նշել։ Ես դրանք հրատապ հարցեր, այո, դրանք շատ կարևոր հարցեր են, գիտեր, եթե գիդը ճիշտ չի, պետք է այնպես ներկայացնի երկիրը, որ ցանկություն լինի եւս մեկ անգամ լինել Հայաստանում։ Դա գիտերի աշխատանքը ամենակարևորներից է, չեմ վախենա դա նշել։ Հյուրանոցային ծառայ, ես չեմ ասել, որ դա միակն է, դա շնորհիվ կարևորություններից է։ Գիտերը պարզապես իրենց գիտերի ներկայությունը այստեղ իրենք չեն բախվում իրական խնդիրներին, որ իրենք բարձրաձայն են խնդիրների մասին։ Գիտերը անում են իրենց աշխատանքը եւ պետք է ճիշտ աշխատանքը տարբեր իրենց կողմից, բայց գիտերը իրական չեն բախվում խնդիրների, Այս հարցին կխնդրեմ, որ պատասխանեք որպես տուրիզմի ոլորտի մասնակից, վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը կոնկրետ քաղաքներ Հայաստանի որոշել է զարգացնել տուրիզմի առումով, Տաթևը, Դիլիջանը, ձեր կարծիքով Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք, ձեր կարծիքով այս կառավարության քայլերը Հայաստանը ավելի գրավիչ դարձնում են տուրիստների համար, թե ոչ։ Իհարկե դարձնում են, բնականաբար, եթե աշխատանքը տարվում է, դրա հետևությունը պետք է լինի
զարգացումը տուրիզմի կոնկրետ այդ կենտրոններում, բայց ամեն դեպքում շատ կարևոր է զարգացնել նաև մշակութային տուրիզմը։ Իրականում առավել ևս ռուս տուրիստին բավարարել միայն եկեղեցիներով դա շատ քիչ է։ Չնայած որ իրենք ժամանցային, իրենց բնույթով ժամանցային զբոսաշրջիկ են համարվում, դրա համար պետք է փառատոները շատ լինեն։ Ես կարծում եմ, որ փառատոների արկայությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը։ Դա եւ պետք է երկիր ունենա բրենդեր, որ կոնկրետ տուրիստը հակված լինի այդ երկրի նախընտրելու։ Իսկ ամենահիմնային դրվյանները ունեք, ինչքան տուրիստների եկավանցած դա կխնդրեմ դուք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, իսկ մեր գործունեության ընթացքում չեմ կարծում մեր տուրիստների քանակը որևէ մեկին հետաքրքիր։ Ձեր ծառայում կա դարձնել ժուրնալը նաև անգլերենով, որպեսզի խոսեցան։ Այո, մենք նպատակ ունենք, այո, ընդլայնվելու եւ նաև մեր ընկերության մեջ նաև ներգրաված է Թբիլիսի Travel-ը եւ նաև ուղղվածությունը ուզում ենք զարգացումը այդ ուղղվածությամբ արդեն տանել Հայաստան, Թբիլիսի, Երևան։ Եվ նաև նպատակ ունենք նաև անգլերենով տպագրել, որպեսզի ընդհանուր առաջարկը լինի շուկան ամբողջությամբ գրավելու համար։ Իրականում սա կոնկուրենտ դաշտի զարգացման համար չէ, սա անհրաժեշտություն է համարում ժուրնալի արկայությունը շուկայում։ Կոնկուրենցիան մեկ այլ բան է, իսկ անհրաժեշտությունը մեկ այլ բան։ Վերամուսների գները նախատեսում եք հետագայում ներկայացնել ժուրնալը, որ բան չլինի Անտրային հնարավորություն։ Մենք այո, մեր ժուրնալում մեր խմբագիր կներկայացնի։ Մենք ամսագրում ունենք հյուրանոցների մաս, որտեղ նշված է ազգային համակարգը եւ դա հիմնականում մենք, այսինքն դա որևէ պետականորեն ներկայացված չեն ազգերը, այսինքն ռուս տուրիստի ձեռքի վերցնելով ըստ ազգերի կարողանա կողմնորոշել թե մոտավոր բնային համակարգը ինչքան է տատանվում։ Այդտեղ նաև ծառայություններն են նշված եւ ըստ ծառայության բացակայությունից կամ ներկայացումից արդեն տուրիստը կիմանա թե բնային համակարգը մոտավոր ինչքան է ներկա։ Այսինքն կոնկրետ դեր մեզ մոտ չեն ներկայացում ազգային համակարգից եւ նշված ծառայություններից ռուս տուրիստը մոտավոր կիմանա թե արժեքը որքանով կկատարվի։ Ներկայացված ծառայություններ, այսինքն ազգային համակարգը 3-5 աստիճանի պարզ է որ բնային համակարգը ավելի բարձր կլինի։ Աստիճանավոր իջեցումը արդեն թվացում է որ ցածր կլինի։ Կարող եք ասել ռուս տուրիստը ինչի համար է ռուս գալիս Հայաստան մի համառոտ։ Նախ եւ առաջ պետք է դա էլ ասեմ, ժուրնալների առավելություններից մեկը նշեմ։ Ամսագրում ներկայացնելով տեսարժան վայրերը, գուցե հակվածությունը դա է, որ կուզենամ տեսնել ինչի չեք կարծում որ Հայաստանը այն երկիրն է։ Չէ, նկատի ունեմ ինչ-որ հիմնական բան է, որ ռուս տուրիստին կարող է այստեղ հետաքրքրել։ Այո, նախ մենք հարևան մենք գնում ենք Ռուսաստան կամ ինչ-որ այլ երկրներ, ինչ-որ նպատակադրված ինչ-որ բան տեսնելու, չէ՞։ Ուզում եմ նաև հակառակը։ Մենք հայրոր օպերատոր ագենստվայի աշխատանքն է այդ առումով տարվում, տոփաթերներ կազմելու, այդտեղ ներկայացվում են թե որտեղ են գնալու, ներկայացվում է պատմությունը, ըստ դրա տուրիստը որոշում է թե իրեն հետաքրքիր է գալ Հայաստան եւ տեսնել Գարդին, Գեղարդը, Սևանը կամ Գորշավակը։ Իսկ ունեք նման տվյալներ ինչ են ամենաշատը ցանկանում։ Այո, Որոնք են այդ վայրերը։ մեր շատ գնահատված է մեր տոփաթերներից Գարդի, Գեղարդը, Սևանը, Հավաքցինը, Էջմիածինը, քանի որ նաև չմոռանանք որ լինելով առաջին քրիստոնեություն ընդունած երկիր, դա ևս նպաստում է Հայաստան եկող զբոսաշրջիկի աճին։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Լինելով քրիստոնյան երկիր։ Մի լրացում կատարվում, այստեղ հարցն չէ, արդյոք մենք առաջին համարից տեսնելուց հետո նկատել ենք տուրիստների հոսքը դեպի Հայաստան։ Ես կարող եմ այնքանով, կարող եմ ուղղակի թվեր ասել, բայց չեմ ցանկանում թվեր ասել, որովհետև մեր ապացույցը եղավ այն, որ ամսագիրը եռամսյակի համար 14000 տպաքանակն է տպագրվել, սակայն մեր սպառումը եղավ 1.5 ամսում, որից 10000-ը սպառվեց Ռուսաստանում։ Դա նշանակում է, եթե Հայաստան չգա ռուս տուրիստը, չի հետաքրքրվի ամսագրել բնականաբար։ Դա նշանակում է իրենք ցանկություն են
հասկանալ Հայաստանի մասին եւ մենք առաջին համարը այդքան արագ սպառելուց հետո արտադրանքը արագ երկրորդ տարվեց երկրորդ համարին, որպեսզի ինֆորմացիայի պակասը չունենա։ Դա այս կապակցությունն է, որ ռուս տուրիստին հետաքրքրում է Հայաստանը եւ ձգտում կա գալ տեսնել մեր տեսարժան վայրերը։ Ինչու՞ չէ, գիտեք, մենք չունենք ծով, որպեսզի կարողանանք Վրաստանի նման կամ չգիտեմ այլ ծովերի նման, բայց ունենք շատ գեղեցիկ մշակութային կենտրոններ, անուններ չեմ թվում, որպեսզի գովազդ չստացվի, բայց որոնք գրավում են տուրիստին։ Իրականում ունենք շատ շքեղ, թեկուզ եւ քաղաքի կենտրոնում, ունենք նաեւ տուրպատեկներում ներգրավված օրեր, որ քաղաքում է ուղղակի շրջում զբոսաշրջիկը, դա հետաքրքրող փաստերից մեկն է։ Ոչ միայն եկեղեցիները, ոչ միայն մշակութային այդ գալիս են նաև մեր քաղաքի գեղեցկությունը, ինչի՞ չէ, տարիների ընթացքում չեք տեսնում փոփոխությունը, զարգացել է, բավականին գեղեցկացել է մեր քաղաքը, բացի դրանից է նաև որպես հին երկիր ու մշակութային շատ գեղեցիկ ձեռքի աշխատանքներ գալիս են տեսնել տուրիստները։ Հարց բավական ձեռքբերումների մասին կարող եք խոսել տուրիստական զբոսաշրջության ոլորտում։ Դա ավելի ճիշտ լիներ այդ մասին խոսել ձեռքբերումներից ակնհայտ տեսնողները, մենք իրականում թեման այդպիսին է, այո, ձեռքբերումներից կարող ենք համարել, ես ինքս ինչքան որ շուկայում տեսնում եմ հյուրանոցների առատությունը, դա կարծում եմ պահանջարկից ելնելով է, բայց ամեն դեպքում գնային քաղաքականությունը պետք է վերանայել։ Ձեռքբերումներից այո, այն տղան է նշեց, որ կոնկրետ կենտրոններ են նշվում զարգացման համար, օրինակ Դիլիջանն է տուրիզմի զարգացման կենտրոն ընկալվում, դա խթանող միջոցներ են, որպեսզի զարգանա տուրիզմը։ Ընդհանրապես տուրիստների նախատեսում գրանցումալ, թե նկարահանումներ։ Տուրիստի նախասիրությունները տարբեր են, բայց բնականաբար գալով մի երկիր, իրենք ավելի շատ նախընտրում են հնարավորինս շատ տեսարժան վայրեր այցելել եւ չեմ կարծում հյուրանոցում մնալ, օրինակ Հայաստան այն երկիր չի գալ եւ մնալ հյուրանոցում ուղղակի։ Ասում են ամենաէժան հանգիստ կազմակերպելու է սեզոնի վայրը կանն է, Քաբուլեցին, իսկ ամենաթանկը Դիլիջանը։ Դուք նշեցիք այդ գնային քաղաքականությունը, որ դա ինչպես եք պատկերացնում դուք որպես ասենք նման մի նախաձեռնության հեղինակ, նաև փորձ է, չէ՞, սա տուրիստին Հայաստան բերելու։ Կա ինչ-որ ձև տուրիստներին Վրաստանից տեսնում, թեկուզ հենց մեր ժողովրդին մեր երկրում պահելու եւ քանի որ մենք նաև ներկայացնում ենք Թբիլիսի Travel-ը, այդ դաշտը բարի ենք տեսնում։ Մենք կներկայացնենք թե Թիֆլիսը, թե Հայաստանը, եւ թող տուրիստը կողմնորոշվի, թե որտեղ կոնկրետ իրեն նախընտրում իր հանգիստը կազմակերպել։ Այո, Վրաստանում ծովն է խթանող զարգացման, տուրիզմի զարգացման հենակետը։ Բայց մեր երկիրը կոնկրետ, քանի որ մենք այս ժողովուրդն ենք ներկայացնում Հայաստանի, մենք համարում ենք եւ հավատում ենք, որ մեր երկիրը իրոք արժե համարել տուրիստական դիտակ երկիր, որպեսզի գան Հայաստան։ Համարելը արժե համարել։ Այո։ Գնային քաղաքականություն դա մեր խնդիրը չէ գնային քաղաքականության վերահսկելը, դա ավելի պետական մարմինների կողմից պետք է դա եւ մի հարց է, հա, դուք թիրախային խումբ ընտրել եք ռուս տուրիստին։ Դուք նշեցիք, ես ներսեք եթե ուշադրի չէ, ինչ որ կոնկրետ հիմնախնդիր տեսել եք, որ հենց ռուս տուրիստին եք ընտրել, թե ուղղակի որոշեցիք։ Այո, քանի որ մենք նաև ներկայացնում ենք Երևան Travel-ը եւս մեկ անգամ դրա մասին անդրադառնամ այդ հարցին։ Մեզ համար գնահատելի շուկան ռուսական շուկան է, առավել ևս լինելով տուրօպերատոր։ Եվ ամբողջ աշխարհում է գնահատված առաջին տուրիստը համարվում ռուս տուրիստը։ Դա արդեն լուրջ տրամաբանություն է պահանջում։ Եվ ես մեկ հավելում կատարեմ, ռուս տուրիստը տպագիր մամուլի ինֆորմացիայի խնդիր ունի, եւ քանի որ ամսագրի 10,000 օրինակ բաժանում են տեղի տուրագենստություններում, այսինքն այդ ինֆորմացիան տեղեկանում է ինֆորմացիան եւ ըստ դրա կողմնորոշվում է թե Հայաստանում որտեղ հանգստանա, ինչ փաթեթներ դարձին եւ այլն։ Մի ճիշտ հարց էլի, նշեցիք, որ
փաթեթ եք ներկայացնում, թե գներ չեք քննարկում, չեք Կարող եք այցելել, բայց ամենահեժան փաթեթը Հայաստանում ինչ արժի։ ամենահեժան փաթեթը $400 Քանի համար, մեկ շաբաթվա համար։ Իսկ որ վայրն են դրված այդ փաթեթում։ Դառնի Գեղարդ Ավելի մանրամասն կարգում կարող է տեղադրված է մեր պարզ և բացահայտված է ամեն ինչ, կարող եք այցելել մեր կայք։ Ես մեկ անգամ այդ մասին խոսեցի, մենք շեշտը դրել ենք ավելի մատչելի և ավելի հաճախակի տուրիստներին։ Իսկ ամենաթանկը ինչ արժի։ Դա ինդիվիդուալ տուրերն է, նայած տուրիստը թե ինչ վայրերի նախնից։ Դա դրսի հանրամատության թանկ արժի $400 Մենք խոսում ենք հայաստանյան գներից, Եթե հայաստանյան գները գների հետ ինչ տարբերություն կա, դա թանկ արժեք է ո՞ն։ Չէ, մեզ դրա մասն ենք խոսում, մենք եթե վերցնում ենք հայկական շուկայում տիրող գները, մեր տուրփաթեթները մատչելի են, դա նաև իր մեջ ունի մեծ կարելի ասել խորհուրդ, որ հնարավորինս դա մենք տարբերակ ենք համարում, որ տուրիզմը զարգանա, այսպես շահույթը ավելի մեծ չակնկալելով, բայց ունենալ մշտական տուրիզմներ Հայաստանում։ Իսկ այստեղից Այցելեք մեր կայք, եթե մանրամասն մշտացություն։ Մենք նաև Ռուսաստանից ենք շուր արդեն Հայաստան, այստեղից էլ հնարավոր է երակող համագործակցությունը դիմում։